ուղղությամբ խուզարկում էին Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին պատկանող ընկերությունները, այսօր պարոն Ծառուկյանը դատարանում էր, մոտավորապես 7-8 ժամ տևել է դատական նիստը, հիմա դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ, տանում են մարդու կալանքի։ Այնքան աղետալի տեսարն է նաև այս ամեն ինչի մեջ, մենք որ տեսանք ինչպես էին հարուստներին այդ կենդաններին քնեցրել և տանում են տեղից, ես չգիտեմ էլի, այդ պատկերը, այսինքն կենդանու նկատմամբ հետ հա ունենալ այդքան դաշնություն, խնդրեմ։ Շնորհակալ եմ ընձեռված հնարավորության համար, բարև հայրենակից։ Ես իմ այսօրվա հարցազրույցը կսկսեմ ու շատ մեծ ցանկություն ունեմ գոնե մի քանի նախադասություն ասել ՍԴ-ի մասին։ Սկսենք պարոն Ծառուկյանից, հետո ասենք ՍԴ-ին, լավ։ Լավ, վերջում կասեմ ՍԴ-ին։ Ես ինքս 2007 թվականից եղել եմ Բարգավաճի անդամ։ Ես ինքս տեսել եմ, զգացել եմ, թե այդ մարդը ինչպիսի անսահմանափակ սեր ունի հայ ազգի, հայ երկրի, հայ մշակույթի, հայ էության նկատմամբ։ Մի մարդ, որը ունենալով հսկա միջոցներ, կարող էր արտասահմանյան ցանկացած երկրում, ցանկացած առողջարանում, չգիտեմ էլի որտեղ, գնալ իր կյանքը, իր բարեկեցությունը պահպանել, ինքը չի լքել հայրենիքը։ Մեկ անգամ նրա մայրը, ես հիմա կիսում եմ նրա ցավն ու տագնապը, մեկ անգամ գիտեք ինչ ասաց, ասաց երիտասարդներ ջան, կարծում եմ համոզված եք, որ իմ որդին ինձ կարող է պահել ցանկացած մեծադղորդ անուն ունեցող առողջարաններում, տարբեր երկրներում եւ այլն, բայց ես աշխատում եմ, այդ ժամանակ ինքը 85 տարեկան էր, հարցրեցին, ինչու ես աշխատում, ասաց աշխատում եմ, որ իմ 22 թոռներն ու ծոռները գաղթական չդառնան, ժողովուրդ, նրա մայրը մինչև հիմա էլ աշխատում է, 90 վաղուց անցել է, ինչպես եք կարողանում էլի ձեր լեզուն ոնց արմատի չի պոկվում, երբ որ հռհռում եք, ուրախանում եք, որ ահա Ծառուկյանին էլ բանտարկեցին, այդպես եղավ նաև 2020 թվականի հունիսի 5-ին, Այն ժամանակ, եթե դու Էդմոն Մարուկյան կոչված աղտեղություն, երբ դու չմիացար Բարգավաճին, որպեսի դեմ դուրս գայիք, SSS Աստծո պատիժ Նիկոլ Չեղածին, եթե այն ժամանակ դու չասեիր Քոչարյանը հլը դրսում է, հլը տեսենք Քոչարյանի հարցը ոնց է լինում, հետո նոր կմտածենք միանալու մասին, ընդդիմադիր էիր քեզ ձևացնում, գետինը մտնես Էդմոնդ Մարուկյան, որովհետև եթե այդ ժամանակ դու միանայր, եթե այդ ժամանակ հնարավոր լիներ այս աղտեղությունից, այս թուրքի լամուկից ազատվել, մենք չենք ունենա պատերազմ, մենք պարտադրված չենք լինի այդ պատերազմում մեր որդիների, հազարավոր որդիների կյանքը տալ, մեր հրաշք Արցախը կորցնել, մենք խուսափեինք 15 այրված զինվորներից, մենք խուսափեինք Սուրմալուի պայթյունից, մենք խուսափեինք մեր հայրենիք այսպես տորտի նման կտրատել բաժանելուց, հիմա բայց ես մի բան եմ ուզում ասել, ասում են ուղտն է ուժեղ, թե ավանակը բարձր զռում է ու ասում, որ ինքն է ուժեղ, մի խելացի կենդանի առյուծը մեջտեղ գալիս ու ասում է, զռա ինչքան կարող ես,
ուխտը ինչքան էլ ընկնի, կաշին մի 2 իշաբեր կլինի։ Հիմա դուք որ Ծառուկյանին բսկտում եք, քիչ է մնում պարզապես դանակով կտրատեք, այս նախանձը, այս այլասերվածությունը, այս չգիտեմ ինչը, այս ինչ չափերի հասավ։ Ես ինքս զայրացած եմ ԲՀԿ-ի նկատմամբ և հենվելով կուսակցության կանոնադրության հոդվածներից մեկի վրա, որը սահմանում է հետևյալը. ԲՀԿ անդամը ինքն է որոշում կուսակցությունում իր դերի չափը և մասնակցության ձևը։ Ես հետ եմ ուղարկել իմ անդամատոմսը, գիտեք ինչու, որովհետև երբ որ ես 7 տարին արդեն մոտենում էր, փողոցից տուն չեմ գնացել, ԲՀԿ-ի ձայնը դուրս չէր գալիս, ես պարզապես զգացի, որ էլ ճանապարհ չունեմ գնալու։ Բայց հիմա, ինչքան էլ ես զայրացած լինեմ, որ իմ ձայնը չի լսվել, որ իմ ձայնին թիկունքում ոչ ոք չի կանգնել ԲՀԿ-ից, ինչքան էլ, բայց մարդ է դեմը, որը նախ հայրենասեր է, առաջինը, երկրորդը, այդքան եկեղեցիները, որ կառուցեց, հավեսի համար էր կառուցում, հա? Ամեն մի եկեղեցու փողով մի երկրում ինքը կունենար մի վիլլա։ Գիտեք ինչու էր կառուցում, որ ժողովուրդը հավաքվի եկեղեցու շուրջ և չկորցնի իր ազգային դիմանկարը։ Երբ ես Գանձայում էի Տերյանի ծննդավայրում, տեսա, որ մի փոքրիկ A4 ֆորմատի թղթի վրա, են էլ երևի ինքն էլ չգիտի, գրված էր, որ եկեղեցին վերանորոգել և նվիրել է համայնքին ազգային բարերար Գագիկ Ծառուկյանը։ Մտեք Հաճնի եկեղեցին, ոնց որ գոհար լինի, Մարգարիտ, մտեք Նուբարաշենի եկեղեցին, ես էլ չեմ խոսում Աբովյան քաղաքի այդ Սուրբ Հովհաննես Մկրտիչ անպատմելի գեղեցկության տեր եկեղեցու մասին։ Այս եկեղեցին գիտեք ինչով է նաև տարանջատվում մնացած բոլոր եկեղեցիներից, որովհետև այս եկեղեցու պատերի մեջ քանդակված են այդ խորաքանդակները ոչ միայն հոգևոր անձանց ներողություն պատկերներ, այլ աշխարհիկ պատկերներ, աշխարհիկ 7-րդ դարի գիտնական Անանյա Շիրակացու խորաքանդակն էլ կա այդ եկեղեցու վրա։ Ախր ժողովուրդ, դու սովորել ես սուտը լսել, պարփակվել այս համացանց կոչվող չարիքի սահմաններում, միաժամանակ նաև մեծ բարիք և չես ճանաչում քո երկիրը, չես ճանաչում դրա համար էլ թշնամուն հաջողվում է քո մեջ ատելություն առաջացնել իր մեծերի նկատմամբ։ Հիմա թող ինձ տանեն այստեղից կախաղան, ես ասում եմ Գագիկ Ծառուկյանը մեծ է, որովհետև նա քրտինք է թափել ազգային մշակույթը զարգացնելու, ազգային սպորտը զարգացնելու, աշխարհին, իլուր աշխարհին Հայաստան երկրի դրոշտ ու զինանշանը ցույց տալու։ Եթե մեր բոլոր հարուստները, այսպես կոչված հարուստները, բարեգործություն անեին Գագիկ Ծառուկյանի և Սամվել Կարապետյանի գոնե կեսի չափ, մեր երկիրը կդառնար ծաղկում փթթում պարտեզ։ Հիմա ինչ, որ չեք կարող անել, պիտի նախանձեք, պիտի ամեն ինչ շան ու շանգալի, այ հիմա էլ ես օգտագործեմ այդ բառը, ասած սուտ ու սխալը տարփողեք, հա? Այսօր ինչու դուրս չես գալիս ժողովուրդ, դուրս արի։ Ես ուզում եմ օգտագործելով այս հարթակը մի խորհուրդ տալ պարոն Քոչարյանին։ Ինքը ինձ ճանաչում է, ինքը ինձ գիտի։
Ես նրա հետ երբեմն կոշտ զրույցներ եմ ունեցել, բայց դա եղել է մաքուր, անարատ, որովհետև ես նրա մեջ տեսել եմ պետական այրի, դիվանագետի, հայրենասերի, զորականի, հրամանատարի հատկություններ։ Ես ձեզ խնդրում եմ, այսօր առավոտը այդ թուրքական ապրանք, ինչպես կասեր ինձ համար շատ հարգելի Վալոդյա Հովհաննիսյանը, թուրքական ապրանքանիշ Նիկոլը այլանդակություն արեց լայվ էր մտել։ Լավ մի անգամ գոնե հայլու մեջ նայի, որ ինքը խդր է, խդր, ինքը մարդ չի, ինքը ոչ ուղեղ ունի, ոչ ինտելեկտ ունի, ինքը ուղղակի խդր է շարքային։ Խնդրում եմ, պարոն Քոչարյան, ես հիմա ձեզ մի ուղղակի փոքրիկ բան կասեմ։ Երկու հարևանուհիներ, մեկը արվի մի ափին է ապրել, մյուսը մյուս։ Իմիջայլոց արվի ափերը բավականին բարձր են եղել, բայց իրար հետ յոլա չեն գնացել։ Ամեն առավոտ երկուսն էլ կերել, խմել, նստել են դիմացի ափերին ու սկսել իրար անպատիվ բառեր ասել, ամենավերջին ձևով։ Մի օր էլ այս կանանցից մեկի հարցը ասում է. «Մա, արի կլինի դու հոգնել ես ախր դրան անդադ պատասխանելով, արի կլինի այսօր դու տանը մնա, ես գնամ դրա պատասխանները տալու»։ Ասում եմ, «Վայ, բալաջան, ինչ ես ասում, ես նրա այդ հազիվ եմ գլուխ անում, դու ինչպես կարող ես»։ Չէ, խնդրում եմ, պաղատում եմ, հարսին հաջողվում է սկեսուրին համոզել ու գնալ։ Գնում են նստում կեսուրի փոխարեն, լաչակը գլխին գցած, դեմքը կիսածածկած, ուղղակի նստած։ Սա գալիս է այն հանդիպակած ափի լաչառը ու սկսում է հայոյանքների, այլանդակությունների, զրպարտությունների, չգիտեմ էլ ինչերի շարանը։ Հարսը ոչինչ չի պատասխանում, ոչ մի բառ։ Սա տեսնում է, որ պատասխան չունի, որ սիրտը հովանա, ասում է, այ տենց կմնաս է խոսքերիս տակ, դե մի բառ կարողացի պատասխանել, էլի պատասխան չկա, իրեն արդեն զսպել չկարողանալով շպրտում է այդ գետակի մեջ, որ վազելով հասնի դիմացի այդ հարևանուհուն ծվատելու, բայց խեղդվում է ու մահանում։ Ես խնդրում եմ, ուղղակի խնդրում եմ, մանավանդ դուք, պարոն Քոչարյան, մանավանդ դուք, պարոն Սամվել Կարապետյան, մանավանդ բոլոր քաղաքականապես զարգացած, հայրենասեր, աչքի ընկնող, ժողովրդի մասին մտածող իմ քույրեր ու եղբայրներ, սրա ոչ մի լայվին պատասխան մի տվեք, խնդրում եմ, մի տվեք, թող ինքը սատկի։ Մեր ամբողջ Երևանը եւ ոչ միայն Երևանը, նաեւ երևի Բելոռուսիայի շատ տարածքներում գիտեն պարոն Ծառուկյանի առյուծների մասին, որոնցից մեկի ձագին անցած տարի ինքը լիասիրտ կերպով նվիրեց կենթանաբանական այգուն ու կարծես հայացքով էլ ասում էր, որ ձագիս լավ կպահեք։ Ես որ տեսա այդ քնած առյուծներին, սիրտս մղկտաց, ու ես վախենում եմ, որ այդ առյուծները հանկարծ չեն դիմադրի կարոտին, որովհետև այդ կենդանիները ազնվարյուն են, այս ավանակի նման չեն, որ չհասկանան, նրանք իրենց տիրոջ պատկերին կարոտ մնալուց գուցեև հրաժեշտ կտան աշխարհին, այս կենդանիների մեղքը ում վզին է մնալու, հարցնում եմ, քանի ուշ չէ, կենթանաբանական այգու տնօրինություն, ներքին գործոս նախարար չեղած, դատախազ չեղած հավ,
այդ կենթանիներին վերադարձրեք իրենց սովորական տեղը, մեղք են, ափսոս են կենթանիները։ Քպայում չկա մեկը, որ այդ արյուզների որևէ մեկի ճանկի արժեքը ունենա։ Ես խնդրում եմ, կենթանիները ափսոս են, մեղք են։ Ես հիմա պիտի դիմեմ այս գերագույն կենթանուն։ Նիկոլ, դու մի ղրերի կատու չես կարողանում պահել։ Հիմա էլ պետության գրպանը բացել ես, փողերը դրել քարտին, ուղարկել, քեզնից հեռու լինի, ինչ կլինի, չէ, որովհետև քո առանձնատան այդ պահակախմբի անդամները գիտես ինչ են ասում, որ Աննան իրենց ներկայությունից էլ չի քաշում, Նիկոլին նույնիսկ բամփում է գլխին։ Էլ չեմ ասում այն բառերը, որ ինքը ասում է, փորձի մի հատ ընդդիմանալ Աննային։ Աննա, չէ ղռերի կատու։ Դու այդ քո ղռերի կատվին չկարողացար տիրություն անել։ Այս արյուծներին ոնց պիտի տիրություն անես։ Արյուծը ազնվական կենթանի է, գիտես։ Արյուծը փողոցի կատու չէ, ղռերի կատու չէ, որում թաթից ասես ուտելիք վերցնի։ Արյուծը ազնվական է, արքա է, իր տիրոջ նման արքա է, վերադարձրեք այդ կենթանիներին իրենց սովորական միջավայր, եթե չեք ուզում, որ կենթանիները կարոտից սատկեն պարզապես։ Ես չեմ կարող չանդրադառնալ մեր այսպես կոչված ՍԴ-ին։ Ինչու եմ ասում այսպես կոչված, որովհետև դա դատարան չէ։ Դա Նիկոլի 1000 ներողություն եմ խնդրում ակնդրից ու կնդրից, դա Նիկոլի արտակնոցն է, որովհետև ՍԴ-ն թքի մայր օրենքի պահանջների վրա, դե եթե ՍԴ-ում դատավոր է, իմ բփրեց Սեդա Սաֆարյանը, զրպարտեց Սեդա Սաֆարյանը, էլ ինչ սպասել, երբ որ դիմումը եղավ, ես զայրացած էի, ասում եմ լավ էստեղ ՍԴ չկա, ախր ինչու են ժամանակը մերձում, ինչու են դիմում, ես ուղղակի ափսոսում եմ փաստաբանների այդ ահռելի անպարփակ աշխատանքը, պարոն Արամ Օրբելյան, շնորհակալություն ձեզ, պարոն Արամ Վարդևանյան, շնորհակալություն ձեզ, պարոն Խուդոյան, այս պահին անունը մոռացա ես Խուդոյանի, ներող կլինեք, պարոն Խուդոյան, շնորհակալություն ձեզ, և իմ սիրելի աղջիկ, իմ դուստր կարող եմ ասել, Սողոյան, Տաթև Սողոյան, շնորհակալություն ձեզ, ձեր այդ մարտական պահվածքի համար, ձեր ճշմարիտը ուղիղ եթերով, առանց որևէ մեկից քաշվելու, ասելու համար, դուք գիտեիք, որ մեկ է պատասխանը չի լինելու այն, ինչ օրենքն է սահմանում, որովհետև երևի ճիշտ էր Գագիկ Հարությունյանը, որ ժամանակին ասել էր, ունենք սահմանադրական դատարան, բայց չունենք սահմանադրականություն։ Հիմա Նիկոլը պիտի հասկանա այս երկու բառի տարբերությունը, թե Գևորգ Պապոյանը կհասկանա, ոչ մեկը չի հասկանա, մանավանդ դատախազը, որովհետև եթե մի էգ պետության բարձրագույն օրենսդիր մարմնում մումիայի նման նստած հայացք անթարթ, նայում է, թե իրար ինչպես են մայր հայոյում, ինչպես է մի ոչնչություն, կիսագրագետ ոչնչություն, ոտքով ավանակի նման հարվածում,
Արցախի հերոսին, որը իր կյանքն է դրել այդ գործում, ու ձայն չի հանում, դե որ այդ խոլիգանները, ՔՊ-ի խոլիգանները, ՔՊ-ի դուրս պրծուկները, եթե նրանք ընդունեն, որ երկրում կա դատախազ, գոնե չեն դիմի նման քայլի, այսինքն իրենք էլ գիտեն, որ դա դատախազ չէ, դա դատահավ է, դատաղազել չի, դատահավ է պարզապես, ես 1000 անգամ ասել եմ, երեսիտ էլ եմ ասել, հիշիր, երբ կարամբանից ներողություն, կառավարությունից ոչ բարով դուրս եկար, քո երեսին էլ եմ ասել, Ժաննա Անդրեասյանին էլ եմ բազմիցս ասել, այն գլխին ճիպոտով տված հավի նման, որ ցնցում է գլուխը, Անահիտ Ավանեսյանին էլ եմ ասել, Սրբուհի Գալյանին էլ եմ ասել, որ մեկ ընկել է ձերս, ես ասել եմ, որ իրենք Նիկոլի էքերն են ընդամենը, իրենք պաշտոնյա չեն, իրենք պաշտոնամոլ են, Նիկոլը բոլորին ճիպոտով քշել է պաշտոնի, այսինքն ինքը նպատակ ունի վիրավորել, ոտքի տակ տալ տղամարդուն, բոլոր ուժային կառույցներում, ընդհանուր կարծեմ գաղութների, չէ պետնել է, գաղութների այդպիսի վարչություն կա, ինչ կա, հետո արտաքին հետախուզության այդ վարչության պետնել է կին, քեզ բան, միպնել է կին, փրկվեցինք էլի, փրկվեցինք, ես երբ որ առաջին օրը սկսվեց քննարկումը, ինձ մոտեցել են լրագրողներ, ես միշտ հիացել եմ լրագրողների ունակությամբ, որ կարողանում են իրենց նողկանքը զսպել, մոտենալ ու ես շանը հարցեր տալ, որտեղ սա թուրքի լամուկ է, սա մերը չի, սա մեր թշնամին է, սա ոսոխն է հայոց ազգի, երբ որ մոտեցել հարցրել են, ինչ կարծիք եք, ինչ սպասելիք ունեք սահմանադրական դատարանից, ես ուղղակի առանց մտածելու առաջին բառը, որ եկավ միտքս էր, բփրեց Սեդա Սաֆարյանն է արդարություն պահպանելու, թե ողորմելի Վարդազարյան, հա, եթե չեմ սխալվում, հետո Դանիելյան, գետինը մտնեք, բոլորը այդենց խամփով գետինը մտնեք, որովհետև եթե ձեր մահակը ձերքին, ձեզ նախրի նման քշողը հայտարարում է, որ ընդդիմության ով ձայն է տվել, կաշառքով են տվել, դուք չեք ասում, ինչի վրա եք հենված, ինչի վրա եք հենված, ես էլ հիմա այստեղից ասում եմ, ով ՔՊ-ին ձայն է տվել, թուրքի գործակալ է պարզապես, որովհետև Նիկոլի ոչրագործությունը, Նիկոլի հանցանքը, Նիկոլի մեղքը առել է նաև իր վզին, իր սերունդների վզին, որովհետև ընտրակաշառք հարցը, եթե եղել է այս ընտրություններում, ապա եղել է իշխանության կողմից, որովհետև ամբողջ 8 տարի ման տվեց, բերեց այդ առողջապահության համակարգը, չէ, այդպես է կոչվում, կարծեմ, բերեց հասրեց ընտրությունների շեմին, թոշակը քանի տարի է, որ ասում եք, եթե 1000 դրամ ավելացնենք, դուք պատկերացնում եք, ինչպիսի գումար է հարկավոր, ու հանկարծ այդ գումարը 2 ամիս առաջ ընկավ երկնքից, ով հասցրեց, Էրդողանը, թե Ալիևը, չէ, դու թալանում ես մեր երկրի բյուջեն, այ քո են ղրերի կատվին, որ ուղարկել ես, քանի միլիարդ, ով գիտե միլիարդ դրամ ծախսված կլինի, դեդ ղրերի կատուն խո այնտեղ ամեն օր նույն հագուստը չի հագնելու, նույն կոշիկը, նույն պայուսակը, այ հողը ձեր բերողի գլխին, դու չտես շներ, չտես, ուղղակի դուք չեք պատկերացնում, Աստծո համբերությունն էլ էլաստիկ է, գիտեք, շատ կարող է ձգվել, բայց մի օր կկտրվի,
անպայման, որովհետև Աստծո համբերությունն էլ անսահման չէ։ Ժողովուրդ, այսօր չուրախանաս Գագիկ Ծառուկյանին ձերբակալելու համար, ինչպես 20 թվականի հունիսի 5-ին էիք ուրախացել, ամբողջ Նալբանդյան փողոցով մեկ ձերբակալեցին, այն ժամանակվա ուրախացողներ, դուք ոչ թե ուրախացող եք, այլ դուք ուրացող եք, որովհետև ինչ է լինի, Տեր Աստված կհասնի իր զավակին, իր ծառային, իր եկեղեցիները կառուցողին կհասնի, բայց ձեզ չի հասնելու, ինչեր այսքան եկեղեցի կառուցում, որպեսզի ժողովուրդը հավաքվի եկեղեցիների շուրջը, ամրապնդվի մեր հավատը և մի խոսք էլ, այս ձերբակալությունը ունի նաև մեկ ուրիշ նպատակ, որ Գագիկ Ծառուկյանը ի վիճակի չլինի կանգնեցնելու Հիսուսի արձանը և քանի որ ինքը Հայաստանը խոստացել է Ալիևին, պատկերացնում եք, եթե Գագիկ Ծառուկյանի կառուցածները դարերի համար են, եթե այս արձանն էլ դնի, հետո Ալիևը ոնց է քանդելու, պատկերացնում եք, ու մեկ նախադասություն էլ, Տեր Աստված, միշտ հասիր մաքուրին, անեղծին, օգնիր մեր ժողովրդի բարոյական մասին, մնալ աներեր իր հավատի, իր մայր եկեղեցու կողքին կանգնած և եկեղեցուն հավատարմորեն ծառայող մարդկանց կողքին միշտ լինել և ընդդիմության առաջին կանչի հետ ուղղակի խնդրում եմ, պաղատում եմ, աղերսում եմ, մի մարդու նման պետք է դուրս գալ փողոց։ Ես եմ շնորհակալ։